Բարև ձեզ, ձեր հետ է ճապոնացի Թուփակը, նույն ինքը վերածնված Թուփակ Շակուրը։ Դուք իմացել եք, թե ես Կորեայի YouTube հարթակից չէ։ Դուք չարաչար սխալվում եք, ես կամ ու միշտ կմնամ YouTube հարթակում և TikTok-յան հարթակում։ Ասցի մի քիչ լայվ անեմ, մի քիչ վիդեո անեմ, պատմեմ իմ անցած ճանապարհը և փորձեմ մոտիվացիա դանամ այն մարդկանց համար, ովքեր որ ինպես ամեն օր անցնում են այս փորձության միջով։ Ժողովուրդ ջան, ինձ բազմաթիվ անգամներ քֆտել են, բազմաթիվ անգամներ ինչ ասես չեն ասել, ինձ են ասել, իմ բարեկամներին են ասել, ոբշեմ։ Բայց ես այդքանից հետո ես չկոտրվա և սկսեցի ավելի ուժեղ դանալ։ Ինչի համար եմ սա ասում, որպեսզի դուք հասկանաք, որ հայտնի դառնալու հենց առաջին օրվանից սկսած ձեզի կարող է վիրավորեն, բան անեն, բայց դուք ընդհանրապես բանի տեղ մի դրեք, արեք ձերը, արեք ձեր ուզածը և կտենաք, թե ինչքան դուք փառք կունենաք։ Համեմատաբար 2021-ի հետ որ համեմատենք, երևի մի 6 անգամ ավելի շատացել է իմ ճանաչման մատակարարքը, արդեն հասել եմ պիկին, այո, այն տիպի, որ արդեն յուրաքանչյուր հայ արդեն ինձ գիտի, որը շատ լավ է, ու մենակ Հայաստանում չէ, նաև ինձ գիտեն Վրաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, հեսա շուտով կիմանան Ճապոնիայում էր, Չինաստանում էր, ես որոշել եմ вообще Ճապոնիայից սկսեմ իմ ճանաչումը, որոշել եմ Ճապոնիայում բեսամբ հայտնի դառնամ, որտեղ ինձ դուր է գալիս այդ ճապոնական մշակույթը, հեսան ու ամեն Թուփակի մշակույթն է ինձ դուր գալիս։ Ես որոշել եմ այդ երկու մշակույթները խառնել և ստանալ մի նոր կերպար ճապոնացի Թուփակ, որը որ բոլորի համար կլինի մոտիվացիա և առաջ գնալու մեծ պոտենցիալ կտա բոլոր այն մարդկանց, ովքեր որ ուզում են դառնալ հայտնի։ Հիմա դուք կասեք, լավ, Աշոտ ջան, ես 6 տարի որ դու արդեն հայտնի TikToker ես, ինչերի միջով ես անցել, կամ ինչեր ա քո հետ պատահել, կամ ինչեր ա եղել, որ դու փոխվել ես, կամ ինչ ա ավելացել քո կյանքում, որ դու փոխվել ես։ Ժողովուրդ ջան, եթե ուզում եք ես անկեղծ ասեմ, ես անկեղծորեն կասեմ։ Ամենայն դեպքս իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Մենակ մեծացել ա հայտնությանս չափը ու նաև փոխվել ա այն, որ արդեն կարող եմ փող աշխատեմ, չնայած դա լավ բան է, որ արդեն բեսամբ հայտնի ես ու կարող ես փող աշխատես, դա լավն է, թե չէ ամեն ինչ նույնն է մնացել, ոնց որ այն վաղտերը, որ միայնակ էի, տենց է հիմա եմ միայնակ, դե դուք գիտեք ինչին է վերաբերվում խոսքը իմ երկրորդ կեսի առումով, բանման, տենց էլ ինձ Աստված չտվավ երկրորդ կես, չգիտեմ խի, բայց ես չեմ հանձնվում, ես գիտեմ, որ մի օր ինքը կհայտնվի ու մենք միասին կապրենք, երջանիկ ու բախտավոր։ Ինչ է ես ուզում ասեմ։ Անցա ամեն ինչի միջով, բազմաթիվ փորձություններ հաղթահարեցի, բայց մի բանը, որը տենց էլ ուզեցա, չկատարվեց, դա իմ երկրորդ կեսի ունենան էր, որը չունեցա, չգիտեմ, երևի կամ տարիքս չի, կամ ժամանակը չի, բայց ամենայն դեպքումս ես հիմա չունեմ երկրորդ կես, որը որ իմ համար կարող է շատ թանկ գներ, ու ասեմ, որ դրա մեղավորներ ես եմ, դուք մի զարմացեք, ես եմ դրա մեղավորը, քանի որ միշտ գնում եմ, սիրահարվում եմ այնպիսի մարդկանց, ովքեր որ չգիտեմ, համաշխարհային դեմքեր են, ճանաչում ունեն, դու տենց էլի, ոբշեմ կարոջի, էդտեղ տենց չեղավ էլի, չունեցանք մենք մեր երկրորդ կեսը։
Հիմա ինձ հարց կտակ, ասեք, լավ Աշոտ ջան, լավ ճապոնացի Թուփակ ջան, լավ վերածնված Թուփակ ջան, վերածնված Հոլիվուդի աստղ ջան, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որ ուզում են քոպես հայտնի դառնան ու սա աշխարհը իրաց ճանաչեն։ Ասեմ, այդ մի քիչ դժվար է, բայց եթե այդ անեք, հավատացեք են, որ ձեզ բոլորը կսկսեն սիրել ու դուք բեսսամ առաջ կետաք։ Այդ համբերությունն է։ Այո, որտեվ շատ է լինում, որ տարբեր տեսակի մարդիկ են մոտենում, մեկ լավ, մեկ վատ, մեկ դաստիարակված, մեկ անդաստիարակ են, որ տարբեր մարդկանց հետ պիտի կարողանաս լեզու գտնես եւ պիտի նենց անես, որ թեկուս այդ անդաստիարակների հետ կոնֆլիկտի մեջ չընկնես։ Դուք հիմա ինձ կհարցնեք, ասեք, լավ, ճապոնացի Թուփակը ինչից է տարբերվում ամերիկացի Թուփակից, ասեմ։ Ճապոնացի Թուփակը մենակ դեմքով է նման Թուփակին, բայց ընդհանրապես ոչ մի բանով նման չի ամերիկյան Թուփակին, որտեվ դուք գիտեք, որ ամերիկացի Թուփակը շատ վատ կյանքով է ապրել, եղել է շատ վատ մարդ, բայց դրա հետ զուգահեռ եղել է շատ տաղանդավոր։ Իսկ ճապոնացի Թուփակը փորձում է միայն լավ անել, միայն կրթական անել եւ միայն զարգանալ։ Այո։ Հիմա Էտա, չգիտեմ, էտա, ամեն դեպքում, ամերիկացի Թուփակից ճապոնացի Թուփակը 10 անգամ լավն է, էլի, հա, որտև ամերիկացի Թուփակի պես գանգստեր չի, ամերիկացի Թուփակի պես հանցագործ չի, ամերիկացի Թուփակի պես բանտակյար չի, այս ճապոնացի Թուփակը խելացի, համեստ, խելոք, շնորհքով, նամուսով, մեծին հարգող, փոքրին հարգող, սաղին հանդուրժող մարդ է։ Մի խոսքով այդ կյանքի կտոր։ Դրա համար ասում եմ, ճապոնացի Թուփակը մենակ դեմքով է նման ամերիկացի Թուփակին, թե չէ вообще ոչ մի առումով նման չի։ Հա, մեկ էլ նրանով է նման, որ մեկ ամա ռեպեր կարդա, բաման անի, էդի շատ լավ է, էլի։ Հիմա ինչա որոշե ճապոնացի Թուփակը իր կյանքի համար։ Ես էսի ասում եմ զուտ նրա համար, որ կանցնեն տարիներ, ես ես վիդեոն կնայեմ ու կարող է այդ կատարվածը ների։ Ես էսի ապագայի համար եմ խոսում, որ հետագայում նայեմ ու զարմանամ, թե ինչ տիպի մտքեր եմ ես ունեցել անցյալում։ Ուրեմն ապագայի Թուփակ, հենց դու, հենց քեզ եմ ասում։ Եթե դու նայես այս վիդեոն, ես ուզում եմ, որ դու քո երկրորդ կեսի հետ պարտադիր նայես այս վիդեոն։ Ու ես կուզենամ, որ քո երկրորդ կեսը լինի քո նման բարակ ձենով, լինի սիրուն, լինի մազված, լինի պարապած, այսինքն լինի կյանքի կտոր քո նման։ Ու մի բան էր, ապագայի Թուփակ, դու պարտավոր ես այդ աղջկա հետ ապրես Ճապոնիայում ու Հայաստան գաս էթաս մենակ քո ընտանիքին տենալու համար։ Դու ու այդ աղջիկը պիտի ապրեք Ճապոնիայում։ Եղավ, ես չգիտեմ, հոլիվուդյան աստղ կնի այդ աղջիկը, դերասանուհի կնի, թե սովորական մարդ կնի, թե ճապոնացուհի կնի, դու պարտավոր ես ապրես Ճապոնիայում, քանի որ հենց քո երկիրն է Ճապոնիան, քանի որ հենց դու ես ճապոնացի, քանի որ հենց դու ես Թուփակը։ Էդի հետ կապ չունի, որ դու ծնված ես Հայաստանում։ Թուփակն էր ծնված էր ԱՄՆ-ում, բայց իր գենետիկան Աֆրիկայի ցեղ է, բայց իրան ամերիկացի էին ճանաչում, ոչ թե աֆրիկացի։ Նույնն է դու կարաս լինես ճապոնացի։ Ես պիտի դա տենամ։ Այդքան բան։
հերիք է ինձանից մի քիչ խոսամ, մի քիչ ուզում եմ զրուցել իմ կյանքի մասին։ Այս վիդեոն կլինի 26 լոբերանոց, քանի որ 2026 թիվն է, ես որոշել եմ 26 րոպեանոց վիդեո անեմ, այսինքն այս վիդեոյի մեջ կարա լինի բազմաթիվ թեմաներ ու իմ հետ վերաբերվող, Թուփակի եւ Ճապոնիայի հետ վերաբերվող։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ խորհուրդ տամ բոլոր մարդկանց, ովքեր որ կնայեն այս վիդեոն եւ կուզենան ինձանից ոգեշնչվել։ Դու շատ լավն ես։ Դու բոլորին հաղթել ես։ Դու մի մտածի, թե բոլորը քո մասին ինչ են խոսում։ Այդտես օրինակ ես բանդանայով իջնում եմ քաղաք ու թաքած ունեմ ցանկացածի կարծիքի վրա։ Չգիտեմ, հետևից վատ բաներ են խոսում, գալիս են, կպճտում են։ Ես ինչ իմանամ, ասում են հանի բաման արա, բայց ես չեմ անում։ Ես իմը դնում եմ ու միջավը չթալու եմ, թեկուս կյանքից գնով։ Իմ ասածը ինչ է։ Երբեք չկոտրվես։ Դու անհատականություն ես ու դու պիտի որոշես, թե ինչն է քո համար լավ, ինչն է քո համար վատ։ Ոչ ոք իրավունք չունի քո փոխարեն որոշի բացի քեզանից։ Դու ես քո գլխի տերը, դու ես քո ճակատագրի տերը, դու ես քո հարստության տերը ու դու ես քո ճանապարհի տերը։ Այսինքն ինչեր անես, քո խելքից կանես, ինչիներ հասնես, քո խելքով կհասնես։ Այդքան բան։ Ինչի մասին եմ ուզում զրուցել։ Դուք հիմա կասեք, լավ, Աշոտ ջան, մի քիչ քո մասին պատմի, դու ով ես, ինչ ես, քեզնից ինչ ես ներկայացնում, որ մենք իմանանք, էլի, որ քեզանից մոտիվացիա ստանանք։ Ասեմ, ուրեմն ես Աշոտն եմ, Խաչատրյանն եմ, ազգությամբ հայ եմ, բայց հոգով ճապոնացի։ Դե ազգությամբ ճապոնացի չեմ, քանի որ Ճապոնիայում չեմ ծնվել, ծնվել եմ Հայաստանում, բայց միշտ Ճապոնիայի հանդեպ սերը ունեցել եմ, էլի։ Հա։ Ծնվել եմ Երևանում, ունեմ մամա, պապա, քուր, աղբեր, դե չեմ ասում անունները ինչա, ինձ թվում է հեկակիր չի լինի, հա։ 5 տարեկանում մամայիս հետ գալիս եմ, ապրում եմ Մեծամոր, այնուհետև 10 տարի ապրելով Մեծամորում ես սովորում եմ Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում եւ ավարտում եմ եւ հետո էլի գալիս եմ Երևան։ Ընդունվում եմ վասավիրական բաժին։ 6 ամիս սովորում եմ, բայց հետո հասկանում եմ, որ իմը դերասանությունն է եւ այդում եմ դերասանական ստուդիա։ Առաջին անգամ խաղում եմ թատրոնում, որը որ եղել է 2016 թվականի հունվարի 6-ին, Հիսուսի ծննդյան օրը։ Այո։ Ու հետո տենց էլի եմ ընդունվում թատերական, այս անգամ արդեն 2022 թվականին եւ էլի եմ խաղում եւ դուրս եմ գալիս թատերականից, այսինքն ես 2 անգամ ընդունվել եմ թատերական, 2 անգամ թատրոնի մեջ եմ խաղացել ու վсё, ավարտել եմ։ Այս չեմ շարունակել իմ դերասանական կարիերան, քանի որ ես հասկացա, որ այն ամեն ինչը որ կարա ինձ սովորեցնել դերասանության մեջ, ես արդեն վարպետորեն գիտեմ, էլի, ասենք ես մենակս կարամ արդեն երեխեքին բերեմ, սովորեցնեմ, դրա համար փոխվել կարեմ, գիտեմ ձևերը, հա։ Հետո ինչ ենք անել հետո։ Հետո ես 2021 թվականին դարձա բեսամ ճանաչված, բայց 2026-ին ավելի շատ դարձա ճանաչված, ինչքան տարին գնում է, այդքան ես օրորին ավելի մեծանում եմ, այսինքն ինչքան տարին դառնում է օրինակ 6 անգամ ավելի շատ եմ հայտնի դառնում, 7 անգամ ավելի շատ։ Հիմա ես զգում եմ, որ 6 անգամ ավելի շատ էի ճանաչված, քան չէ 2021 թվականին։ Ցավոք սրտի իմ կյանքում չեղավ ոչ մի աղջիկ, քանի որ ես իրանց լուճ չընդունեցի, իրանք էլ ինձ լուճ չընդունեցին, ու դից չեղավ, ոբշեմ չեղավ։ Հա։ Հետո իմ գործերը քիչ-քիչ գնալով լավացավ եւ ես արդեն սկսեցի կառուցել իմ սենյակը, դե հիմա սենյակը ցույց չեմ տա, այդքան էլ հեկակիր չի, ոբշեմ կառուցեցի իմ սենյակը, հետո արդեն գործերս այդքան լավացավ, որ արդեն
աղջիկ եք արդեն տալիս անում, դե ջոգում եք ուր էի գնաց ինչի համար, բայց հետո այդից էր հոգնա, քանի որ հասկացա, որ մուֆտա տանում փողերս տալիս եմ այդ տրանց, որոնք արժանիքներ չունեն, այդ հարգեցի և սկսեցի ապրել խելոք կյանքով ու իմ գործերը այդքան լավացավ թու, որ արդեն 4 ամիսը մեկ հեռախոսներ եմ փոխում, որ հենց հիմա այս վիդեոն անում եմ, իմ թազա հեռախոսով եմ անում, մի շաբաթ առաջ եմ գնել, էս էր, հիմա դուք կարծենեք, ասեք, լավ, բա դու երբ հասկացար, որ դու Թուփակն ես ու ոնց եղավ, որ դու եղավ տարբեր ազգեր, բայց Թուփակին չդավաճանիր, ասեմ, ես Թուփակին սկսեցի սիրել 2025 թվականի հուլիսի 17-ից, երբ որ ես մտածեցի, որ մի օր բանդանա կապեմ, քաչարանամ, Թուփակի նման լինեմ, տենամ շատ եմ նման, թե չէ։ Եվ այդ օրվանից սկսած ինձ սկսեց Թուփակը դուր գալ, չնայած որ փոքր ժամանակ ես տենց երգեր լսել էի, բայց Թուփակին չէի ճանաչել։ Բա հիմա կասեք, բա լավ, Աշոտ ջան, բա Ճապոնիան խի սիրեցիր կամ խի հենց Ճապոնիա։ Ասեմ, ես եղել եմ բազմաթիվ պետությունների Թուփակներ, այդ դեպքում հնդկական, վրացական, հայկական, ռուսական, արաբական, հնդկական, в общем, սաղ եղել եմ, սաղ Թուփակներա տենց տուր եմ արել, հա, չինականներ եմ եղել, բայց սյոցեկի կայնյա էլի Ճապոնիայի վրա, ու ասեմ ձեզ, այս ճապոնական արդեն երկրորդ միտքն է, որ կայնել եմ, ու ինձ թվում է, էլ չեմ փոխվի, հա, ու թու տա Աստված, որ ես վերջնականապես մնամ ճապոնացի Թուփակը, որտեղ ինձ ամ Ճապոնիան է դուր գալիս, ամ է Թուփակությունն է դուր գալիս, հա, ինչ ասեմ, երբ որ սկսեցի արդեն երկար վաղտ մնամ ճապոնացի, արդեն գործերս պես լավացավ, արդեն ճապոնական ճաշեր եմ ուտում, լավ փողեր եմ աշխատում, в общем, կյանքս լավ է, դժգոհ չեմ, հա, վերեք մի այսքան պուճուր, լավ, ում եմ չափազանցում, մի այսքան ամպի չափ տխուր եմ նրա համար, որ տենց է չունեցա ընկերուհի, գիտեք այդքան մշտտոց, վիրավորանք, բաման այդքան ին վրա չի ազդե, որքան այն փաստը, որ ես այսովա պահի դրությամբ չունեմ ընկերուհի։ Հիմա կասեք, լավ, Աշոս, որ ունեցար ընկերուհի, դու քո ընկերուհուն ոնց ես պահելու, կփորձեմ պահել, որտև եթե ասեմ, որ փող չեմ աշխատում, սուտ կնի, արդեն սկսել եմ գովազդներով զբաղվել, արդեն TikTok-ի մեջ եմ խորացած, արդեն գովազդներով եմ զբաղվում, ամեն տեղից փող է գալիս, բավականին շատ։ Ու ինձ թվում է, ես կկարանամ ընկերուհի պահեմ, հա, եթե ընտանիքը պահում եմ, եթե քրոջս, աղբերս, մամայիս, պապայիս պահում եմ, այս սենց ապրում են։ Մի հոգի մարդ ինչա ոչ պահեմ, ասենք ինչա, շորա ուզելու կաղնեմ կտամ, ասենք, չգիտեմ, օրինակ, ուտելիք կուզի կաղնեմ կտամ։ Կեփեմ, կթափեմ, ամեն ինչ կանեմ մի համար։ Պրոստը գիտեք ինչն է զարմանալի, որ ինպես տղեկին չեն գնահատում, բայց ես երբեք իմ հույսը չեմ կորցրել այն մտքով, որ ես պիտի մի օր ամուսնանամ։ Ես անհամբեր սպասում եմ այդ աղջկան, ով որ կհայտնվի իմ կյանքում, ում հետ ես կամուսնանամ։ Կներեք էլի 1000 անգամ մի բա ուզում եի ասեի տղայի, բայց աղջկա մասին է խոսքը գնում, հա։ Հիմա դու հարցնեք, ասեք, լավ, Աշոս, դու էրուծամբ ով ես, դու արդյոք նման ես ամերիկացի Թուփակին, թե չէ։
ընդհանրապես նման չեմ բնավորությամբ։ Մենակ արտաքինով ու էներգիայով եմ նման Թուփակին, բայց вообще նման չեմ։ Ես Թուփակի հակառակ պատկերն եմ, այն որ ավելի բարի, ավելի անկեղծ, ինձ երբեք այդ փողոցային կյանքը դուր չի եկել, չգիտեմ, ինձ այդ գանգստերությունը դուր չի եկել, բայց այդ ոճով հագնվում եմ, որտեղ այդ ոճը ինձ դուր է գալիս։ В общем, ես Թուփակի դրական պատկերն եմ, Թուփակի բացասականն է, ես իա դրական պատկերն եմ, հա։ Ինչքան հեկակիա չէ, մարդը կոպի անի չար մարդու ու դանա լավը։ Շատ հեկակիա։ Ասենք երևի այն վախտերը, որ սև եմ եղել, դրա համար եմ չար եղել, հիմա որ սպիտակեր եմ, լրիվ բարիացել եմ, էլի։ Հարա, բայց բեսամբ հեկակիր բան էր ես կյանքը։ Ոնց կարաս դու նախկին կյանքում լինես չար, բայց այս կյանքում լինես բեսամբ բարի մարդ։ Որ ոչ մեկին չուզենաս վնաս, ոչ մեկի բան չանես, չգիտեմ, օրինակ քեզի վիրավորեն, ընկերներիդ վիրավորեն, բան չանես, որ թողնես իրանց հարցերը լուծեն, որ սաղին սենց հանդուրժես թողնես հետս։ Լուրջ եմ ասում, շատ բարդ է։ Բայց ամեն դեպքում ես կարող եմ այդ ամենը անել։ Ինչի համար, քանի որ ես չեմ ուզում չարանալ։ Հա, ես ուզում եմ բարի լինեմ։ Իմ մեջ չկա այդ չարության բանը, հասկանում ես, որտեվ ես փոքր ժամանակ փողոցում չեմ մեծացել, որտեվ ես խելոք երեխա եմ եղել։ Պրոստը ինձ Թուփակը դուր է եկել սուտ մենակ նրա համար, որտեվ ինքը շատ լավ մարդ է եղել, պրոստը չգիտեմ թե խի է չար եղել, էլի։ Խի է միշտ ուզեց է վատություն անի, թե իր շրջապատից է եղել, չգիտեմ, բայց ինքը շատ լավ մարդ է եղել, ու ես ուզում եմ այդ լավ մարդը պահեմ, էլի, ես չեմ ուզում պահեմ իր կեղտոտ անցյալ, ես ուզում եմ իր մաքուր ապագան պահեմ, էլի, ու այդ մաքուր ապագան բնականաբար ես եմ։ Հարա մեկ-մեկի տեք մտքովս ինչ անցնում, ասում եմ, կարող է մի օր հրաշք տեղի ունենա, խոսքի օրինակ եմ ասում, ես չգիտեմ, կավայտի նույնիսկ չլինի էր, բայց ասում եմ, խոսքի օրինակ, Արիանա Գրանդեն իմանա իմ մասին, ուզենա իմ հետ ամուսնանա ու ես ու Արիանա Գրանդեն հետանք Ճապոնիայում ապրենք։ Նենց հեկայակիր կներ։ Բայց թե ես կյանքին ռեալ եմ նայում, այդպիսի բան չի կարող լինի, որտեվ էդի մենակ հեքիաթային կարող լինի այդ ամեն ինչը։ Ոբշեմ տենց էլի։ Ես բոլորին ցանկանում եմ, որ միշտ տնեք լավը, միշտ սիրեք իրար, հարգեք իրար, ու թող ոչ մեկիդ մեջ չարություն երբեք չլինի, որտեվ լուրջ եմ ասում, չար մարդը ամենակեղտոտ մարդն է, ես իմ փորձից եմ ասում, ես 25 տարի նախկին կյանքում եղել եմ չար, ու ասեմ ձեզ, չարները շատ վատ բան է, որտեվ միշտ դու այն կեղտոտ մասայի ուշադրության կերոնում ես հայտնվում ու կարող է մի օր քեզ խփեն, էլի, կանգ դնի։ Ու ես որ նախկին կյանքում ինչ մեղքեր որ գործել եմ, այսօր ես այդ մեղքերի թողությունը տալիս եմ, էլի։ Հա, բեսամբ հեկակի է, էլի, ասենք նախկին կյանքի գործած մեղքերը ես այսօր թողություն եմ անում։ Չնայած ուշ չի Թուփակին մաքրեր, ինքնամաքրեր ու Թուփակին մենակ լավ ձևով հիշեր։ Բայց մեկը Թուփակին ինչքան է փորձեմ մաքրեմ, ինքը այդ կյանքը ապրել է ամեն դեպքում։ Չի ինձ թվում, որ ես կարողանամ իր մեջից այդ սաղ մաքրեմ։ Բայց ես կփորձեմ իր լավ կողմերը վեկարեմ ու դանեմ իր ամենալավ տարբերակը, որ մարդիկ դից փորձեն գոնե իմ միջոցով իմանան, որ Թուփակը լավն է եղել, վատը չի եղել։
Այդտենց բաներ էլի։ Ես այս վիդեոն կգցեմ YouTube ու կնայեմ մի 3 տարի հետո, կամ չէ, 2 տարի հետո։ Ու կտենամ իմ կյանքում փոփոխությունը կատարվել է 2 տարվա մեջ, թե չէ։ Ես այս վիդեոն հիմա չեմ նայի։ Կգցեմ YouTube 2 տարի հետո կնայեմ, տենամ ինչ է կատարվել իմ կյանքում, ինչերի եմ հասել կամ ինչերի չեմ հասել։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ, որը որ վերջում կդնի։ Ապագա Աշոտ, ես ուզում եմ, որ դու 2 տարի հետո այս վիդեոն նայես քո կնոջ հետ ու քո կնոջ հետ եղած անես Ճապոնիայում։ Այդքան բան։ Ես քեզ շատ եմ սիրում, ապագա Թուփակ ճապոնացի։